մեր ազգին շատ է տրված եւ մեզանից շատ է պահանջվել, ձեզանից, ինձնից։ Ու երբ որ մենք էսի չենք հասկանում, չենք գնահատում այն ինչ որ Տեր Հիսուսը մեզ տվել է, մենք Աստված վերցնում է մեզանից այս ամենը ու վերցրեց, Արցախը վերցրեց, մեր հայրենիքն է տկարացել, որովհետեւ մենք հեռացել ենք Աստծուց։ Շատերը կասեն, «Ա, դե լավ է, դե շարունակեք այդպես ասել, դե լավ է, էլի կվերցնի»։ Եթե մենք իսկապես խելքները չհավաքեն գլուխները եւ չդառնանք ու պաշտենք Տեր Հիսուս Քրիստոսին, այլ ոչ թե տարվա սկզբում ասում են ձիու տարի է, մյուս տարի ասում են չգիտեմ առյուծի տարի է, մյուս տարի կարիճի տարի է, ինչ կենթանու աստիճանացած մարդիկ իջնում են, բացի բարձրանալու Տեր Հիսուս Քրիստոսին։ Մտածեք այս բաների համար, ժողովուրդ ջան, կիսեք իրար, թող իմանա մեր ազգը, թող մտածի, ու ինչ պետք է անեք, վերցրեք ավետարանը կարդացեք, վերցրեք, ծնկի եկեք ասեք Տեր Հիսուս Քրիստոս, որտեղից սկսեմ, ինչ անեմ, ոնց անեմ։ Ու մի մտածեք, որ տելևիզորով այս բաների մասին խոսելու են, մի մտածեք, որ CNN-ը, BBC-ն, այս բաների մասին չեն խոսալու, այս բաների մասին տրվելու է միայն նրանց, ովքեր փնտրում են Աստծուն, նրանք կգտնեն այս բաները։ Այս ամեն ինչը ծածկված է աշխարհից։ Միայն նրանք, ովքեր գնում են այդ նեղ ճանապարհով, որ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, միայն նրանց կտրվի։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։